2 տարի առաջ մահվան ելքով ավտովթարի մեջ մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը, ով շարունակում է պատիժը կրել բաց ռեժիմով, դեռևս դատական քաշքշուկների մեջ է։ Ավտովթարի հետևանքով որդուն գործրած Հակոբյանների ընտանիքը քաղաքացիական հայց է ներկայացրել Վարդան Պետրոսյանի դեմ, պահանջելով վճարել վթարի հետևանքով վնասվածքներ ստացած Տաթևիկ Հակոբյանի առողջության վերականգնման, ինչպես նաև փաստաբանի ծախսերը։ Դատարանում Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ առաջին եւ վերջին անգամ է մասնակցում այս դատին, սակայն թե հիմա, թե նախորդ դատական նիստերի ժամանակ պնդել է, պատրաստ է հոգալ աղջկա բժշկական ծախսերը։ Դերասանն ասաց չի հասկանում, թե ինչու է ուժող կողմն իրեն դատարան բերել։ Ինչ վերաբերում է Տաթևիկի բուժմանը, եւ Կոտայքի դատարանում եւ Վերաքննիչ դատարանում դիքորոշումս ասել, ես պատրաստ եմ երեխայի բուժման ծախսերով իսկապես տրանսպորտել, պատկերացրեք, որ Տաթևիկի աղջիկն է։ Երկու երեխաները, որոնք զոհվել են, իմ երեխաներն են։ Որոշողը դուք եք։ Ես երկու առաջարկ, երկու ճանապարհ եմ տեսնում։ Մեկը դատարանով, մեկը առանց դատարան։ Բայց եթե առանց դատարան եք ուզում, ես պատրաստ եմ։ Շարունակելով իր պաշտպանյալի միտքը, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ կողմը պատրաստ է հոգալ Տաթևիկի առողջության վերականգնման ծախսերը, եթե գումարի հստակ չափ եւ ժամկետներ ներկայացնեն։ Ի պատասխան տուժող կողմի ներկայացուցիչ Զարուհի Վարդանյանն ասաց, որ փոխհատուցվող գումարի հստակ չափն առայժմ հնարավոր չէ նշել, ավելացնելով դատաքննության փուլում միջնորդություններ կներկայացվեն։ Անհրաժեշտություն կա հայցի առարկան հստակեցնելու, որի վերաբերյալ մենք պատրաստվում ենք միջնորդություն անել։ Այսինքն հիմա դուք չգիտեք ինչ եք ուզում։ Մենք շատ լավ գիտենք ինչ ենք ուզում, դուք էլ շատ լավ։ Ես չգիտեմ անկեղծ ինչքան գումար եք ուզում։ Օրինակ ինչքան է ու միջնորդություն կներկայացնել, որ ինձ հետանալ ինչքան բուժում է ու այդ դրա գումարը դրանից ավելի տրամաբանություն էլ ոնց ասեմ ինչ։ Հարգելի հայցը որ ներկայացրել եք, գումար չեք գրել դեմը։ Եթե չկա գումար, ինչ գումար է։ Հիմա ես որ ասեմ ընդունում եմ, վճարում եմ, պիտի դուք ասեք 5 ռուբլի ձեզանից ուզում եմ, ես ասեմ 5-ը վճարում եմ, ո՞նց ես ասում։ Ավելի վաղ Վերաքննիչ դատարանում Վարդան Պետրոսյանը բժշկական հաստատություններից մեկի հետ կնքված պայմանագրի օրինակ էր ներկայացրել, վստահեցնելով, որ եթե Տաթևիկը բժշկական հետազոտություն անցնի այդտեղ, ինքը կվճարի բժշկական բոլոր ծախսերը։ Պայմանագիրն այդպես էլ չկնքվեց, իսկ այսօր տուժող Տաթևիկ Հակոբյանը նշեց, որ չի ցանկանում բուժումը ստանալ նշված հիվանդանոցում եւ նախընտրում է Gold Gym Fitness կենտրոնը։ Վարդան Պետրոսյանը այս պահանջը եւս ընդունեց։ Ասենք նա թուստորակներ փողը տան։ Բայց գումարի թիվը մենք կարանք հարցում անենք առավելագույն թիվը 600,000-ը, 1,200,000 Վարդանը փոխացի վերջանանք։ Հնարավոր է որ 600,000 չլինի, հնարավոր է 400,000։ Չէ, հնարավոր չէ, պետք է թիվը իմանա։ Իհարկե պիտի իմանա։ Գիտեք ինչն է մա։ Տեքստը պետք է պարունակի բոլոր էական պայմանները, բուժման հետ կապված։ Այսինքն ինձ թվում է 1 միլիոն 200,000 մասով վեճ չկա, բայց կողմերը Վիճում են։ արհեստական վեճ են։ Հայցի երկրորդ մասով, սակայն պատասխանող կողմը հաշտության հնարավորություն չի տեսնում։ Դերասանից պահանջում են փաստաբանի վարձավճարի համար ավելի քան 3 միլիոն դրամի փոխհատուցում։ Պատասխանող կողմը հիմնավորում է պահանջում։ Դատական նիստն այսօր շարունակվեց դռնփակ, քանի որ քննարկվելու էին Տաթևիկ Հակոբյանի առողջությանն առնչվող հարցերը։